Թերևս անցնենք առաջ, հրապարակ օրաթերթը գրել էր, որ որոշ տիրադավներ խորը ընկճախտի մեջ են, մասնավորապես Վայոց ձորի տեր Աբրամ arczepiskopos Մկրտչյանը ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում ինչ անել, նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը, եթե փորձեն անառակ որդու պես վերադառնալ վեհափառի մոտ, կհայտնվեն իշխանական այդ գիլյոտինի տակ։ Ես այս համատեքստում կցանկանայի մի քանի դիտարկում իրականացնել։ Նախ ինչի մասին այս ողջ գործընթացը, երբ որ սկսվեց այս ամենը 2025 թվականի մայիս ամսին, Ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայի Բեռն քաղաքում ելույթ ունեցավ, կոնցեպտուալ ելույթ Արցախի վերաբերյալ արցախայության, ռազմագերիների, մեր ազգային խնդիրների համատեքստում։ Անմիջապես հետևեց Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալաշուկյուր Փաշազադեի հայտնի թիրախավորումը եւ ռեժիմի պարագլխի կողմից կառավարության նիստում մեր եկեղեցիները չուլաների հետ համատել է եւ այս ողջ արշավի մեկնարկը տրվեց։ Բայց իմ դիտարկմամբ իրենք չեն կարողանում լուծել իրենց առջև դրված ռազմավարական խնդիրը։ Так, ինչ վերաբերվում է անառակ ворթիներին։ Այստեղ էլի գալիս ենք կադրային խնդրին։ Այդ մարդիկ ինչ որ միցև դարել են, չէ՞, թեմի առաջնորդներ, եպիսկոպոսներ, այսինքն ինչ որ պաշտոնների են դարձել։ Միթե այդ իրանց մեջի բան, այդ գնիլցան չէր երևում գլխանց։ Որտեվ մարդ, որը եկել է հասել է այդ հիերարխիայի բավականին լուրջ մակարդակի եւ ըստ օթում կախված լուրերի 5 միլիոն դրամով համաձայնվել է ծառայել աշխարհիկ դավաճանին, ես լինեի, ես այդ մարդկանց հետ չէի ընդունի, բայց եկեղեցին նենց կառույց է, որ իրանք ընդունում են բոլորին։ Եվ հետևաբար, եթե այդ մարդիկ գան վերադառնան մայրաթոր, իհարկե եկեղեցին ներելու է, եկեղեցին ընդունելու է, եկեղեցին էլի պաշտպանելու է նրանց։ Եվ որն է ճիշտը։ Չգիտեմ, այդ հարցի պատասխանը ես չունեմ, որովհետև շատ տենց համոզիչ հիմնավորում կա եւ չընդունելը եւ ընդունելը, որովհետև չընդունելը ըստ իս դավաճանը պետք է պատժվի, իսկ ընդունելը, որ քրիստոնեական ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ներելու գաղափարի վրա եւ հետեւաբար դու չես կարող վանել այն մարդուն, որը իր մեղքը ճանաչել է, գլուխը կախ հետ է վերադարձել։ То есть երկուսն էլ ճիշտ է, երկուսն էլ սխալ է, երևի պետք է այդ ամեն ինչը դիտարկվի հետևանքների առումով, հա։ Բայց հարց ինչա տեղի ունեցել է տիրադավների, այսպես ասած, կուտոկում, որ մարդիկ կամած սկսել են երես թեկել զգում եք, որ կճանի ձենձունը դուրս չի գալիս։ Հենց դա իմ կարծիքով սպիտակ ձիու վրա թուրը հանած բաներ անում։ Իրենք տեսնում են, որ իշխանությունը չի հաջողում։ Ես չգիտեմ իշխանությունը հաջողում է թե չէ, որովհետև դրա մասին մենք կիմանանք, երբ որ հաջողվի։ Քանի չի հաջողվել, մենք կարող ենք անունը դնել, ընթացքում են, անունը կարող ենք դնել, որ սպասողական են, դեռ չի հաջողվել, բայց անգամ եթե այս փուլում, երբ որ ճնշումները գնալով բան են անում, սրանում են, երբ որ քրեական գործ են հարուցում, անձնապես արդեն կաթողիկոսի դեմ, հա, երբ որ ինչ որ անհեթեթ մեղադրանքներ են բան անում, իբր բանի այդ Գեղարդն են վնասել, Գեղարդը խիպտի վնասած լինեն, կամ դուք երբեք վերջ անգամ Գեղարդը տեսել, որ բան եք անում, եզրակացում եք, որ իբր, ամենասիրածս դրվակը այն է, որ ուրեմն մի թևից ասում են, որ
լուրեր ունեն, որ եկեղեցին, որ կաթողիկոսը ուզում է ուրեմն եկեղեցու ամբողջ ունեցվածքը դուրս տանի Հայաստանից եւ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տա։ Ընդունեցինք պնդում 1։ Դրանից մի քանի օր անց նույն վստահությամբ, նույն եռանդով ասում է, որ ինքը գիտի, էլի ինչ որ մի տեղից ինքը տեղեկություններ ունի, որ եկեղեցին ֆինանսավորվում է դրսից։ Ընկեր արի հասկանանք, կամ ինքը ստե փող ունի ու այդ փողը ուզում է դուրս տանի, կամ հակառակ ինքը ստեղ փող չունի, հետեւաբար ոչինչ չի կարա դուրս տանի, ինքը դրսից ֆինանսավորվում է։ Դա մեկ, երկրորդը, ով պետք է ֆինանսավորի դրսից հայ առաքելական եկեղեցին։ Զուտ տեսականորեն մի հատ եկեք հասկանանք, ով կարա ու ինչ նպատակով պետք է ֆինանսավորի հայ առաքելական եկեղեցին։ Որ դու ես ֆինանսավորվում հայ առաքելական եկեղեցիները քանդելու համար, դա ակնհայտ է, որտեղ մենք գիտենք գոյություն ունի պատվեր, որը հնչեցվել է, դա օդում կախված լուրեր չեն։ Մարդիկ կոնկրետ ասել են հայ առաքելական եկեղեցին պետք է դադարեցնի իր գոյությունը։ Ինչի մասին Փաշազադեն, Իլհամ Ալիևը, Ռեջեփ Տայիպ Էրդողանն բացահայտ խոսել են։ Բացահայտ ասել են պատվերը իջացված է ու դու գործում ես այդ պատվերի ներքո։ Այսինքն դու այդ գործի համար առանձին ֆինանսավորում ես ստանում, որտեղ նման բաները ձրի չեն արվում։ Հիմա հարց, ով եւ ինչ նպատակով պետք է ֆինանսավորի եկեղեցին։ Զուտ տեսականորեն, ասենք ով պետք է փող տա։ Ռուս ուղղափառը ոչ։ Ես չգիտեմ, ով։ Մի հատ, չգիտեմ, կաթոլիկ եկեղեցին ոչ։ Իսկ կարող է բանը, չգիտեմ, մեկայից են փող ուղարկում, ես չգիտեմ, ասա, ով է ֆինանսավորում ու ինչ նպատակով։ Որ քեզ հանեն գործից, այս երկրում չկա մարդ, ով չի երազում քեզ գործից հանել ու դրա համար ֆինանսավորում պետք չի։ Մարդիկ ձրի չեն ուզում, որ դու ընտրվես։ Բացարձակապես դրա համար փող պետք չի։ Ու քո բաները այդ թեզերը всё же համապատասխանեցնու իրար, որտեվ այդ իրարամերժությունը էլ ավելի շատ է լարում քո դեմ հանրությունը։ Մարդիկ հոգնել են այդ կաչելիներից։ Խնդում ենք, բայց դա լուրջ պրոբլեմ է։ Չգիտեմ։ Դժվար է։